Բայց ես եկես Ռոնի Ղարաբյանն Ղարաբյան Ռուստի ֆինանսինգ կերչան կողմից այսօր արդեն հունիս 15 2025 թվականը, որ ինչպես նախկինում ասամ, արդեն տարին իր կեսին է հասնում, կեսը ավարտում է եւ ընդհանրապես շատ սովորություն այլնում մանավանդ շուկայի մեջ, մարքեթի մեջ, որ առաջի կեսը ինչ են արել եւ հիմա ժամանակն ու մարքեթը սկսի Ինչպես անգլերենով ասում են to catch up, որ այս կորուստները ունեցել է եւ շահերը քիչ է ունեցել, նույնիսկ հասել են, արդեն երկրորդ կեսին սկսելու են այդ ձևով նայել, որովհետեւ վերջի 3 ամիսը շատ տարբերություն չի անի։ Նախքան որ լուրերը սկսենք, թող վերահիշացնեմ, նրանք որ նոր են մեզ միանում, ես 34 տարի է ֆինանսավորման, mortgage lending-ի, financing-ի գործի մեջ եմ commercial եւ residential հիմա նույն ձևի շարունակվում է եւ նույն ժամանակ է real estate-ի առողջարքի commercial եւ residential-ի գործի մեջ ընկել է բայց վերջի 15 տարին կարող եմ ասեմ real estate-ի առողջարքի մասնաճյուղը շատ ավելի զորավոր էր ինչ որ եւ զորավոր է եւ համապատասխան ֆինանսավորման մասնաճյուղի հետ financing-ին կարողացել ենք բավական տասնյակ հազարներ դոլարով եւ բացի դոլարով ուղղություններով մեր հայրենակիցներից կամ ընդհանրապես մեր հաճախորդներին օգտակար լինենք։ Ես ամեն կիրակի այս հեռուստակայարանի միջոցով արդեն 11-րդ տարին է որ ABC կայարանից ամեն կիրակի ճաշվա 12-ին եւ իրիկուն 8-ին ձեր հետ կարողանում եմ զրուցել Բավականի փոփոխություններ ելան նամանավանդ հեռուստակայարանների միջոցով կարող եմ ասեմ շատ մեծամասնություն մեր հայրենակիցները, բայց ժողովուրդ ընդհանրապես այլևս cable-ի միջոցով չեն նայում եւ ավելի շատ stream են անում, էլի YouTube-ների միջոցով կամ ուրիշ այլ ծրագիրներ կան, որ stream են, որ կոմպյուտերային միջոցով են նայում, Facebook-երով եւ այլն, եւ ահագին չեք կարողանում իմ ծրագիրը տեսնել։ Եվ այդ պատճառով հիշեցնեմ, որ ամեն երկու շաբթին նույն ծրագիր, որ հիմա տեսնում եք, ես դնում եմ YouTube-ի վրա, որ կարող եք երթալ տեսնել նույն ծրագիրները եւ կփորձեմ պատած անգամներ նույնիսկ Facebook-երով ծրել, բայց Facebook-ով շատ դժվար է մեկ ժամանոց ծրագիրը ծրել ձևով։ Անցնենք լուրերին։ Լուրերը անցնելու համար ուրեմն ես լրիվ շաբաթը ինչպես ասեմ ամեն կիրակի ծրագիրը նա եւ լրիվ շաբաթվա ընթացքին տեղեկությունները հավաքում ենք, որ ինչ կարողանանք ձեզի փոխանցենք եւ ավելի շուտ սովորացնենք, որովհետեւ չմոռանանք նամանավանդ օրինակ first time home buyer-ների համար կամ ընդհանրապես ժողովրդի համար որևէ գործ ուզում ես անես առաջի կարևոր բանն է որ ինքդ քեզի դասավանդես, այսինքն you educate yourself, այսինքն սովորես Եվ սովորելու ձևը ինչ է research նայես հիմա AI-ի միջոցով ավելի հեշտացրել է ChatGPT-ների միջոցով կամ ընդհանրապես Google անել կամ գիրք կարդալ կամ մեր նման մարդիկ ամեն կիրակի ձեզի փոխանցել տեղեկություններ որ դա վրայից սովորեք որ հեշտոտ լինի ձեր համար որոշում տալը որ ինչ պետք է անեք անշուշտ երկրորդ կարևոր կետը երբ որ ձեզի ավելի շուտ կրթությունը բարձրացնես այս ուղղությամբ, հետո կարողանաս երկրորդը երթաս professional-ների մոտ, այսինքն ինչպես միշտ, եթե Աստված ոչ արած մատը ցավում է, չես հետում մեխանիկի մոտ, հետում ես բժիշկի մոտ, որ մատի մասնագետա, նույնիսկ ատամնաբուժի մոտ էլ չես հետում։ Եթե ատամը ցավում է, Սիրտի բժիշկի մոտ էլ չես հետում, նույնիսկ ասես երկուսն էլ բժիշկ են, ինչ տարբերություն կանի։ So professionally մոտ էթալը շատ բսո առաջ you have to educate yourself։ Երկրորդը պետք է եթաս այդ մասնագետների professional-ների մեջ հարցը զրուցանես։ Եվ երրորդ ամենակարևորը բախտատես 3, 4, 5 տարբերակներ, որ տեսնես արդյոք այս մասնագետի ասածը ճիշտ է, սխալ է Ինչ տարբերություն կանի, so you have to compare, այսինքն
տարբեր 4-5 տեղեր հարցնես, նույն հարցումը տեսնես տարբեր պատասխաններ կստանաս եւ մեծամասնությունը եթե ինչ որ ասում է ուրեմն դա է ճիշտ ոչ թե ով որ ամենից լավ պատասխանը քեզ տվավ, այլ ով որ մեծամասնությունը նույն պատասխանն է տալի, բարձրալավ է ձևով։ So ինչու ես ասում, որովհետեւ ինչպես ասամ, շաբաթվա ընթացքին այս տեղեկությունները հավաքում եմ, որ ձեր հետ այս լուրերը կիսվենք, բայց լավ, որ ուրբաթ օրը շատ հսկայական ուրիշ լուրեր առաջ եկավ, որ մեկից հետո կանդրադառնամ ձեր հետ, եւ էսի պատճառը լավ, որ իմ լուրերի գոնե 3/4-ը անիմաստ դառնան։ Անիմաստ ոչ թե լուրը ճիշտ չի, ոչ թե չի պատահե, բայց ուղղությունը փոխվավ, որ մեկից հետո ձեր հետ խոսամ մասին։ Բայց սկսենք ամենից հետաքրքիր թիվերից, որ ոչ թե միայն տուների համար կարևոր է, ընդհանրապես ձեր ապրուստի համար, կյանքի օրօրյա կյանքի համար էլ կարևոր լուր է։ Եվ ինչա դա կոչվում է CPI, այսինքն Consumer Price Index։ Եվ Consumer Price Index-ը Միացյալ Նահանգների սղաճի հաշման թանկության նիշն է, թիվն է, որ ուսումնասիրում են եւ սպասում են ամսական եւ վերջը տարեկան նայելով որ արդյոք Միացյալ Նահանգներում սղաճը թանկությունը ինչ այլ է։ Ինչպես իմանում COVID-ից հետո Միացյալ Նահանգների սղաճը հասավ 8-ից 9% տարեկան, որ նորմալ չի։ Ինչու՞, որովհետեւ եթե որևէ երկրում, որևէ տեղ նույնիսկ քո անձնական բիզնեսը, նույնիսկ քո անձնական տունը, եթե քո ծախսը ավելի շատ է քո եկամուտից, հսկայական վնասներ է ստանալու եւ տեսել ենք པարզ ժողովրդի մեջ էլ իրանց աշխատանքից ավել ծախսելով պարտավոր են ելնում իրանց կորցնեն իրանց տուները, իրանց ամեն ինչը, որովհետեւ նորմալից ավել իրանց եկամուտից ավել։ So եթե եկամուտները միջին ելերա 2-3% աճ, բայց թանկությունը ելերա 9%, անկարելի էր որ հասնի։ So պետությունը ինչ արավ, Կենտրոնական բանկը 2022 թվականից ընդհանրապես փորձում են տոկոսները բարձրացնելով այդ սղաճի առաջը բռնել, որտեղ ուզում են pressure դնեն, որ թանկ լինի, որ ժողովուրդը աշխատանք չտանեն, չծախսեն, փող քիչ ունենան։ Հաջողվեցան 2022-ից մինչև հիմա եւ այդ սղաճը երկու տեսակ են չափում, մեկը ասում են ընդհանրապես CPI-ը, որ Consumer Price Index-ը, մյուսը ասում են Core CPI, եւ CPI-ի մեջ մտնում է ուտելիքը եւ energy, այսինքն քարյուղը եւ տարբեր տեսակ գազերը եւ այլն, համբարելիքները, որտեղ ընկերությունները, գործարանները պետք ունեն քարյուղի կամ ընդհանրապես որևէ հանքային ինչ-որ վառեն, որ այդ ուժը, էներգին ունենան, որ արտադրություն ունենան։ Եվ ուտելիքն էլ ինչպես իմանում եք, ժողովուրդը պետք է սննդվեն։ So մի հատ ունեն որպես CPI, որ բոլորն ամեջը, մեքենայի առուվաճառ, քակուստեղենի, տուների վարձու եւ այլն։ Այդ բոլոր հաշվարկի մեջ է մտնում եւ մի հատ ունեն ոչ թե Core CPI, որ ուտելիքը եւ էներգին դուրս է մնում մնացածը ներսն։ Ուրեմն ամեն ամիս մասնագետները սպասելիք ունեն եւ ասում են, որ մենք սպասում ենք այս ամիս այսքան սղաճ պետք է ունենանք այս ամսվա մեջ, որ ասել եմ մոտ 2/10-ի չափ, այսինքն 0.2%։ 2/10 սպասելիքներ, բայց միայն 1/10, 0.1% սղա թանկություն է լավ, այսինքն թանկությունը քիչոտ էր եւ that's a good news, լավ լուր էր։ Եվ ընդհանուր տարեկանը 2.4% էր, որ եթե հիշում եք 9% էր հասել COVID-ից հետո 2022-ին, այս 9%-ից կարողացել են բերենցած հասցնել 2.4%-ի։ Բայց Կենտրոնական բանկը վերջի 3 տարին իրանք միշտ ասել են, որ ուզում են տեսնել այս թիվը հասնի 2%-ի։ Մենք 2.4% ենք, շատ հեռու չենք։ Բայց ինչ որ վերաբերում է այդ core inflation-ը, որ շատ ավելի Կենտրոնական բանկի համար դա ավելի կարևոր է, քան թե ընդհանուրը։ Ինչու էներգին եւ ուտելիքը հանում է տարբեր պատճառներից, մեկը լինելով ուտելիքը ընդհանրապես մեկ որ պարտադրական է ժողովուրդը պետք է ուտեն։
Երկրորդը ուտելիքը seasonal փոխվում է, այսինքն եթե արձակուրդների ժամանակ է, շատ ավելի առուվաճառ քայլում։ Բայց կարող է եղանակների պատճառով կամ ինչպես իմանում եք հավկիթի թանկությունը, որ պատճառ այդ bird flu հասկացողությամբ է, կարող է այս թիվերը խախտի։ Եվ մեր բանով կոնտրոլ չկա տանց վրա, կարող է մետե ցուրտ է լավ եւ սառավ եւ ուտելիքը չելնի, կարող է bird flu-ն ելնի, կարող է seasonal-ը եւ այլն եւ այլն։ So core CPI-ը forecast-ներ, սպասելիքներ 3/10 պետք է բարձրանար եւ տարեկան ելներ 2.9%, բայց բարձրացավ միայն նորեն 1/10-ի չափ եւ հասավ 2.8%։ Ուրեմն ընդհանուր inflation սղաճը 2.4-ը, core-ը 2.8-ը։ Որ ինչպես ասեմ, կենտրոնական բանկը այդ 2.4-ը ուզում է 2 լինի, բայց բավական ժամանակ է, որ այս երկուների շուրջն ենք, բայց կենտրոնական բանկը տոկոսը չի իջացնում, եւ նախագահ Թրամփը ամեն անգամ կամ ուրիշները ասում են, որ իջացրու, որովհետեւ տեսնենք արդեն չի սղաճը չկա, քիչ է 1/10-ի չափ է բարձրացել 2.4-ը եւ այլն, նա մանավանդ այս զեկույցի մեջ կար, որ տեղեր կար, որ ավելի շատ էր բարձրացել, բայց տեղեր կար օրինակ մեքենաների համար նոր եւ վերավաճառվելիքը, այդանք ընդհանրապես ավելի քիչ էր, քարյուղը որպես energy, որ ինչպես ասեմ food եւ energy-ն հանում են, բավականի քիչ էր, հավկիթի արժեքները բավականի իջեր, so շատ ուրիշ պայմաններ կար, որ բաներ կա բավականի իջեր, բայց նորից ապրանքներ կա, որ թանկացել է, ամեն ապրանքը չէր իջել, բայց ամենակարևոր ապրանքներից, ապրանք ասելով այդ սեկտորի մեջ, որ թանկացել է, դա էլ shelter-ն է, shelter այսինքն տունի այրուվաճառքները կամ վարձու, երկուսը միասին, վարձերները նկատի առնում, եթե բարձրանում է, եւ shelter-ը որպես տուները։ Ուրեմն housing-ը, որ shelter հասկացողով վարձերն են մեջն է, մոտ 3.8% է թանկությունը տարեկանը տանը։ So այս 3.8-ն է բարձրա, ուրիշ տեղեր ցածր է, միջին են անում, հասնում են այս 2.4-ին։ Կենտրոնական բանկ ուզում է 2.4-ը իջնի, այսինքն housing-ը, shelter-ը, վարձերը եւ տան արժեքները պետք է իջնի, որ կենտրոնական բանկը տեսնի Իրանն էլ իջնում է։ Բայց որևէ ձևի առայժմ լուրջ չկա արժեքների իջման համար։ Adjustment-ներ կա, ինչպես նախկինում ասամ, զեկույց կա, որ հիմա շատ ավելի տուն կա վաճառքի, քան թե պահանջ։ Եվ սա պետք է պատճառ լինի, որ արժեքները adjust անեն, ոչ թե իջնեն, որ շատ նորմալ է։ Նորից այսօր շատ սխալներ տեսնում ենք, սխալ լիստինգներ շատ ենք տեսնում։ Բայց այս զեկույցը, որ 500,000 նոր տուներ կան, ավելի քան թե լիստինգի մեջ եկել են, որ իրականություն է, արդյոք սա ինչպես է ամեն տեղ, ամեն քաղաք, ամեն county, ամեն քաղաք, դա տարբերություն անում, որտեղ եթե ամեն տեղ չի ազդելու արժեքներին։ Բայց շեղվենք այս զեկույցից, այս զեկույցի վրա, ինչպես ասամ, կենտրոնական բանկի նախագահ Ջերոմ Փաուելն ասում են, որ տոկոսները պետք է իջացնեն, որ նույն շաբաթ իրանց ժողովն է։ Բայց շուկան համոզված է, որ չպետք է իջացնի, ոչ թե որովհետև այս թիվերը ճիշտ չի կամ ինքը պարզապես, ինչպես ասում են, ինատություն անում, այսինքն չի ուզում իջացնի, ոչ։ Քանի պատճառներով չի իջացնում, այսինքն կարող է իջացնել, ոչ շուկաբական չի իմանում, բայց շուկան համոզված է, որ այս հունիսին չպետք է իջացնի, որովհետև այս նախագահ Թրամփի tariff-ը, որ այս tax-երը, որ բարձրացավ հարկերը բոլոր համաշխարհայինի վրա, սկսավ ապրիլ 5-ին, հիմա արդեն երկրորդ ամիս ու կես ամիս անցել ենք եւ CPI, որ մայիս ամսվանն է, ապրիլինը չէր բարձրացել, մայիսինը չէր բարձրացել, ուրեմն շուկան ասում է այս tariff-ի tax-երն ու թանկությունը, ինչպես տեսնում ես, չի ազդե շուկայի վրա, թանկություն չի եկել առաջ, ուրեմն տոկոսները իջացրու, որովհետև չի իջացնում, ասում են սպասում ենք այս tariff-ի պատճառով թանկությունը առաջ գալու, բայց այդ թանկությունը ելնելու է երկու բան, մեկ ժամանակավոր եւ երկու չափուսահմանների մեջ հաշվարկով, այսինքն կենտրոնական բանկը ասել է, որ նույնիսկ այս tariff-ները եթե
աշխատանքի անցնի, ամենաշատը 3-ից 3.5% այնելու մեր սղաճը, այսինքն հիմակվա 2.4% CPI-ը կարող է 3.5-ի հասնի, այսինքն 1% բարձրանա։ Եվ դա եթե լինի ժամանակավոր։ Ինչու ժամանակավոր։ Որովհետև երբ որ այսօր 2.4%-ը, եթե ամեն ամիս բարձրանում է, այսինքն 4 ամիս, 5 ամիս 2.5, 2.6, 2.7, 3, 3.5, ուրեմն եթե միշտ բարձրանում է, դա վտանգավոր է։ Բայց եթե ասենք 2.4, մյուս ամիսը լավ 3.5 եւ 3.5 մնաց 6 ամիս, 1 տարի 3.5-ի վրա մնաց։ Դա վտանգավոր չի, որտեղ stable մեր վիճակը քան թե շարունակաբար բարձրանալու հարցը կա։ Սա համար դա էլ եւ կարողացում են ժան։ Հիմա կենտրոնական բանկը ասում է, որ նայես թերիֆների հարցը կարող է թաքսերը բարձրացրել, ինչպես իմանում ենք, մեր մասել իջացրավ Չինաստանն հետ, եթե 150 point% եւ այլն բերավ, համոզվան լեզու ճարան Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ, Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ եւ հասան մեկ տեղի, որ դեռ վերջնական չի, բայց ավելի խաղաղ վիճակի մեջ են։ Եվ այս խաղաղ վիճակի պատճառով կենտրոնական բանկը ասում է նորեն ազդեցությունը այս թաքսերին եւ թերիֆներին կարող է 6 ամիս տևի։ Այսինքն ապրիլին սկսելա մինչև 6 ամիսը սեպտեմբեր այլում։ Կենտրոնական բանկը ասել որ այս հիմա ապրիլի CPI եկավ լավ էր, մայիսին էր լավ էր, նայենք հունիս, հուլիս, օգոստոսն էլ եւ սեպտեմբերին ձեզ կասեմ, եթե նույն ձևի շարունակվերը, ուրեմն տոկոսները կիջացնենք։ Առաջ մեզ այդ ուղղության վրա են, they're on their path, բայց չի նշանակում, որ այդ նույն ձևի այդ կշարունակվի, բայց առաջ մեզ այդ ճանապարհի վրա են։ Ամեն օր կարող է մի բան փոխվել։ Հիմա շատ ուրիշ լուրեր ունեն mortgage application-ները, առուվաճառքը, որտեղ շաբաթական չափում են, mortgage application-ները անցյալ շաբաթ բավականի բարձրացավ համ refinance-ի համար, համ տուն առնելու համար։ Չեմ ուզում շատ երկար մասին մտածեմ, application to refinance բարձրացավ 16% անցյալ շաբաթ եւ 28% ավելի շատ, քան թե նույն ժամանակ անցյալ տարի։ Ինչու՞։ Որտեղ տոկոսները մանավանդ CPI-ի լուրը, որ դուրս եկավ 4-7 օրը 10 տարվա treasury-ը, որ 30 տարվա վարկերը կախյալ են, իջավ եւ այդ refinance-ները միանգամից pick-up են անում։ Application-ներ to purchase a home տուն առնելու համար 10% մեկ շաբաթվա մեջ բարձրացավ եւ 20% ավելի շատ, քան թե անցյալ տարի։ Մոտ supply-ը որպես տուն վաճառքի, որ հիմա կա 31% ավելի շատ տուն կա վաճառքի, քան թե անցյալ տարի, բայց անցյալ տարի այնքան քիչ էր, սոս 31%-ը մեծ դեր չի կատարում, ավելի շուտ պետք է բախտատեն 2018 կամ 19-ի հետ նախքան COVID-ը։ So CPI իմանում ենք ընդ է, հիմա Fannie Mae-ի կողմից, Fannie Mae, որ ինչպես իմանում եք կենտրոնական պետական ընկերությունը, որ Fannie Mae, Freddie Mac, այս բոլոր լոները, որ անում ենք մենք լոների համար, այս լոների թղթատոմսերը իրանք են, այսինքն բանկերից մենք ասենք օրինակ տուն առնում եք 1 միլիոնի վարկ ենք տալի, այդ 1 միլիոնը Fannie Mae-ն վճարում է եւ թուղթը առնում է։ Fannie Mae-ի կողմից ամեն ամիս ուսումնասիրություն կա, հարցազրույց կա, որպես հարցնում են, որպես survey, որ ինչ է կարծում, is it good time to buy or bad time to buy, եւ այդ վրայից մի հատ նիշ են տալի այդ աշխատանքի վրա, եւ այդ նիշը ամեն տարի փոխվում է։ So Home Purchase Sentiment Index HPSI հասկացողությամբ մայիս ամսվա համար բարձրացավ 73.6%, նիշա, so 0.73.6, որ նախկինում 69.2 էր, մի ամսվա մեջ բավականի բարձրացավ, արդեն երկրորդ ամիսն է, որ HPSI-ը բարձրանում է, այսինքն ժողովրդի վստահությունը շուկայի վրա նորեն հետայթում նորմալի 2 ամիս այդ, որտեղ թերիֆով, որ տենց panic արան, մարտ ամսվա ընթացքին ասան, այս ինչ այլնելու tax-ը, ժողովուրդը տեսան, որ որևէ ազդեցություն չի ունի, նորեն ունի, բայց not to that extreme, որ խանգարելու է եւ սկսան նորեն նայել տուն առնելու վստահության համար։ Մայիս ամսվա համար մոտավորապես 5
6-ից, այսինքն հաշվում են ինչ պայմաններ է, արդյոք լավ ժամանակը ծախեք, վատ ժամանակը ծախեք, 6-ից 5 հատը բարձր էր։ Մեկ բան, որ տեսնում եմ preview broker-ների միջոցով, որ առնողները, որ էսկո են բացել, cancellation-ները շատանում է, բայց չի շատանում, որովհետև փոշմաններ են չեն ուզում տուն առնեն։ Շատանում է, որովհետև ինվենտորիները, որ տեսնում են շատանում է, իրանք տեսնում են ուրիշ option-ներ ունեն եւ արժեքի մեջ էլ տարբերություններ կա։ Սոտամոր սպենեսի cancel անենք, M տունը առնենք, M ավելի արժեքը հարմարա կամ տեղը հարմարա եւ այլն։ So հետեւանք այդ որ ասում եմ ինվենտորիները շատացել է եւ ինչ ա ելնում։ Օրինակ անցյալ շաբաթ մա listing էր Burbank-ում տեսա եւ էդի list էր արել մոտարապես square feet-ը $1100 չա։ Եվ նայում եմ տուն ասում տարօրինակ տուն պեկելի կամ ամենաբարձր գագաթինա կամ 360 աստիճան view ունի կամ պալատա կամ շատ կարևոր բան պեկել որ Burbank-ում $1100 per square feet list արել։ Կարող ասեմ 13 acre flat lot ունի, so նայամ ոչ մեկ այդ հնարավորությունը հին տուն, թաղամասը շատ պարզ, մի բան հողը փոքր, տունը փոքր։ Այդ $1100 square feet տունը, $1100 per square feet տունը անպայման ժամանակի ընթացքին այդ արժեքը իջնելու է եւ adjust են անելու, փոխելու են։ Ես էլ չեմ տեսնում որպես շուկան drop անում արժեքները ցած են գալի։ Այդ տեսնում եմ այդ սխալ listing price-ը արժեքը սարքում են բերում են 800 կամ 750-ի վրա, որ այդ տեսակ տունը Burbank-ում այդ էլ արժեքը կելնի price per square feet-ը $750-ից $800, ոչ թե $1100։ So $400,000 over asking price-ը ինչ-որ պետք է լինի։ So երբ որ այդ արժեքը իջնի, ժորսա, տես արժեքները իջնում է։ Ոչ, արժեքները չի իջնում։ Սխալ արժեքը adjust անում, բերումացած իր ճիշտ տեղն այլնելու։ So դա մեծ դեր է կատարելու որպես ինչպես նայենք։ Հիմա ինչ-որ տոկոսներն է կախյալ, միշտ ասել եմ մենք ունենք բավականի տարբեր ծրագիրներ, ելնի interest only ծրագիրը, ելնի buy down program-ները եւ այլն։ Հիմա այս interest only-ի մասս։ Ուրեմն Այդ հայրենակից վարձու տուն անստած եւ վարձը իրան ամսական մոտարպես $6,000։ Մեծ ընտանիք ունեն, մեծ տուն է պետք, հասկանալի է, չի կարող փոքր two bedroom condo-ի մեջ ապրի, so $6,000 վարձ է վճարում։ Արդեն քանի տարի է։ Եվ ուզում ենք տուն առնենք, ամեն անգամ այդ տուն է տեսնում, ասում եմ ես դա ամսականը չեմ կարող հիմա վճարեմ, այլ ծրագիրներով տոկոսների պատճառով էլ մեծամասնությունը եւ ասում եմ նայ արի interest only վերցրու interest only 10 տարվա համար է դու 10 տարի ժամանակ ունես refinance անես եթե տոկոսը ավելի հարմար է լավ շուկայականը կամ եկամուտիդ աղբյուրը փոխվավ կամ որևէ բան կամ նույնիսկ չես ուզում ես տարեկան ավելի նոր մայր գումար վճարես ոչ չի ասի հնարավորություն ունես ազատություն ունես վճարես բայց ժամանակավոր interest only գոնե տանտերես ելնում, տունը քոնը տայելնում։ Ասում եմ ոչ, ես չեմ ուզում interest only, միջով մայր գումար ջվճարեմ, ինչ պետք է ինձ այդ տունը։ So ես իրան հիշացրում, ասեմ հիմա, ինչ ես վճարում։ Ասում եմ տուն չունեմ որ վճարեմ, բայց հիմա, բացի որ interest only ես վճարում, որտեղ քո տունը չի, ուրիշի տոկոսն ես վճարում, տանտիրոջ համար ես վճարում, արդեն դու interest only-ն վճարում ես, միայն նույն ժամանակ որ վճարում ես, տուն չունես որ արժեքը բարձրանա, որ equity ունենաս, որ capital gain ունենաս, դու վճարում ես ուրիշի տունն ես թանկացնում, դու ես որ տուն առնես interest only վերցնես, որ payment-ը մաճելի լինի, գոնե ժամանակի ընթացքին տան արժեքն էլ է բարձրանում, so այդ վճարած գումարդ վճարում ես քո տան համար, քան թե ուրիշի տան համար։ So մոտեցումներ կա, որ չենք հաշվարկանում, լավ պետք է նստենք and analyze անես, is it time, ճիշտ է դե ոչ։ Շատ արագ ուզում եմ նյութը ոչ թե փոխեմ,
Բայց ասի որ ինչ պատահավ ուրբաթ օրը եւ այս լուրերը որ ձեզի ասում եմ մանավանդ կենտրոնական բանկի ժողովը մյուս ամսվան եւ այլն ինչպես սա CPI որ եկել էր որպես ուտելիքը եւ էներգին ամենանց իջեր էր մանավանդ ժամանակի ընթացքին քարյուղը տեսակ օյլը բավականին քիչ այլ է բայց ուրբաթ օրը պատերազմը Պարսկաստանի եւ Իսրայելի մեջ որ սկսան իրար հարվածել Անմիջապես քարյուղը ուրբաթ օրը օյլը 7%-ի չափ բարձրացավ, որովհետև Պարսկաստանը եթե խանգարվի մոտ 1.7 միլիոն բարել օրական քարյուղը արտադրում Պարսկաստանը եւ եթե դա խախտվի միջազգային էկոնոմի խախտում է լինելու So ուզենք երբ որ energy prices go up այսինքն inflation այլնելու, այսինքն նորեն սղաճ եւ թանկություն այլնելու։ Ինչպես որ քանի անգամներ ասել եմ, եթե սպասում եք այդ օրը գա որ ամեն ինչը հանդարտ ու հանգիստ է, that day is not gonna come. More COVID, more սղաճ, more inflation, more Ukraine-ի պատերազմ more ընտրություններ, more tariff, more հիմա Իսրայել եւ Պարսկաստան. There is never ending. Այսինքն երբեք այդ կետը չկա, որ հիմա բան չկա, հանգիստ է, ամեն ինչը նորմալ է, այդքան տուն առնենք. There isn't. Or շաբաթ ամիս չկա, որ գարանտի մի բան կա եւ կարողանաս ծրագրես. Միակ բանը կարող ես ծրագրես գարանտի անես, ինչպես ասեմ, եթե կարող ես ամսական այդ վճարես տուն առնես կամ refinance անես կամ շահագործած ես, այսինքն նայես, որն է ամենաշատ շահը կարող ես ունենաս եկամուտի, ամենաշատ շահ ունենաս հարուստության եւ ամենաշատ շահ ունենաս որպես ամսավճարների պակասություն։ So մենք դե որպես մասնագետներ պատրաստ ենք ձեզի օգտակար ենք օգնենք, բայց մեկ բան կարող եմ ասեմ, ինչքան նստեք եւ սպասեք, ոչ մի բան չի փոխվի որպես բարելավի ձեր վիճակը։ Այո, անձնական հարցեր կան, մեկը կա Պողոս Պետրոսը, ասում է ես սպասում եմ էսի բանին, հետո I'm good կամ մեկը էս բանը, չեմ ասում դա մասին, ընդհանուր եմ ասում։ So այս CPI որ դուս եկա որ 10 տարվա treasury-ին իջավ այդ սղաճը եւ տոկոսները իջան, որովհետեւ ցույց տա սղաճը իջնում է ուրբաթ օրը սղաճը պետք է բարձրանա, դեռ չի բարձրացել 10 տարվա treasury-ի համար իջավ տոկոսները մեջին շատ ավելի պիկիչներ, ինչու որովհետեւ իմանում են այս պատերազմը, այդ պատերազմը որ կարող է potentially խանգարի էկոնոմին, որովհետև եթե քարյուղի հարցը շատ կարևոր է, քարյուղը բարձրանա եւ իջնելը ընդհանուր էկոնոմին է ազդում։ Եթե տեսեն քարյուղը կարող է բարձրանա, սղաճ առաջ բերի, էկոնոմին կարող է կամանցանա, so 10 տարվա treasury-ին հակառակը։ Bad economy, low rates, good economy, high rates։ So որտեղ կարող է էկոնոմին վատանա, պետք է որ տոկոսներ գարցած, բայց չեկավցած։ Եկա բայց շատ քիչ։ Եվ ինչու, որովհետև դեռ առայժմ ես, որովհետև շատ նոր է, կարծում են this is as they call transitory, այսինքն ժամանակավոր անցնելիք մի հատ խնդիր է, չեն կարծում որ երկարատև պատերազմ այնելու ինչպես որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմն էր։ Կարծում եմ էսի շատ ավելի արագորեն պետք է հարցը լուծվի մեծամասնություն է դիպլոմասիով։ So Ինչպես տեսնում եք, overnight պայմանները փոխվավ, չորեքշաբթի ինչ լավ լուրեր, CPI, սղաճ եւ այլն, ուրբաթ օրը պատերազմը լրիվ փոխվավ։ Մարդիկ հիմա թերիֆը մոռացել են, նստել են եւ նայում են Իսրայելի եւ Պարսկաստանի մեջ, որ ռակետները եթում են իրար համար, հիմա ինչքան մարտամանում է, դա մասին դեռ չեն խոսում։ So, մարքեթի ինչպես է, նորեն գարանտի չկա, կենտրոնական բանկի համար այս պատերազմը actually շատ ավելի, ասում, okay, անպայման հիմա սղաճ ունենալու են, եթե թերիֆի պատճառով չէր, քարյուղի
Պարսկաստանի պատերազմի պատճառով անպայման կունենանք, շո ուրեմն տոկոսները դեռ առայժմս չիջացնենք կամ հակառակը կարող ասել գիտես ինչ տոկոսները իջացնենք, որովհետև արդեն իմանում ենք, որ սղաճ ելնելու է թանկություն առաջ գալու է։ Մենք նայենք ուրբաթ օրը շուկան ինչպես փակվավ, տոկոսների մասը շատ հետաքրքիր ծրագիրներ ունենք, մանավանդ PNL-ները եւ անշուշտ տուների մասին, որ ինչա կատարվում այսօրվա շուկայում անմիջականի մասին, արդյոք արժեքների իջնում է դե բարձրանում է, դա մասին լուր ունենք։ Սա մենք նայենք առաջ ուրբաթ օրվա մարքեթը ինչպես փակվավ։ Ուրեմն անշուշտ պատերազմի պատճառով Dow Jones-ը 42197 769 point իջավ եւ այս պատերազմը ազդում է տարբեր սեկտորներին, օրինակ ընդանք որ leisure եւ hospitality, այսինքն ընդանք որ ճամփորդություններ, օդանավի ջեթերը, որտեղ քարյուղը որ թանկանա, նավթը թանկանա եւ արտադրությունը քիչանա, ամեն cruise line-ները ինչեր որ վառելիք օգտագործում են, իրանց ստակները իջավ, որտեղ իմանում են որ կարող է ժողովուրդ ավելի քիչ ճամփորդեն եւ իրանց համար է շատ թանկ է վերջանում, չեն կարող միանգամից թիկետների արժեքը բարձրացնեն, պարտավոր են այդ քարյուղի կորուստները իրանց վրա վերցնեն։ S&P-ն 5976 68 point կորուստ ունեցավ, Nasdaq-ը 19406 255 point կորուստ ունեցավ։ Գերմանական DAX-ը 23516, ամեն ինչը կարմիր է, 255 point կորուստ ունեցավ, անգլիական FTSE-ն 8850 34 point կորուստ ունեցավ, եւ Nikkei-ը Japanese Nikkei 37834 238 point կորուստ ունեցավ եւ Chinese Shanghai 3377 25 point շահ ունեցավ Shanghai։ Միակ շահը լուկանաշները commodities, ոսկին եւ այլն։ Քարյուղը տեսակ հայրենակիցներ $5.32 բարձրացավ, ուրբաթ օրը $73.36 փակվավ, ոսկին 33452, safe haven-ը ոսկին, երբ որ ստակը ցենցի խնդիրներ ունեն ժողովուրդի ինվեստորներից մեն ստակին, $50 բարձրացավ, արծաթը $36.38, 8 cent բարձրացավ, platinum-ը $1211, $63 իջավ platinum-ը։ Եվրոպական եվրո $1.15 cent-ը $1 եվրո, անգլիական British pound-ը $1.36 cent-ը 1 pound, Bitcoin-ի Coinbase-ը 105447 եւ Հայաստանի դրամը 381 դրամը $1։ 10 տարվա treasury-ը, որ 30 տարվա վարկեր, ինչպես տեսակ, ուրբաթ օրը փակվավ, ավելի շատ ենք սպասում իջներ, բայց քիչ իջավ, մինչև նայենք երկուշաբթի մեծ դեր է կատարելու վաղը ինչ է ելնելու։ Այո, վաղը երկուշաբթի օրը ահագին փոփոխություններ կարող է լինել չիմանալով ուր է այդում, շո դուք պետք է միշտ պատրաստ լինեք։ Մանավանդ եթե առաջի անգամ եք առնում թուղթի գործը, pre-qualification-ը, pre-approval-ը շատ մեծ դեր է կատարում, որևէ seller չի ուզի ձեր offer-ը նայի կամ ուսումնասիրի, չիմանալով approved եք դե ոչ, եւ բացի այդ դուք ինքներդ ուզում եք պատրաստ լինեք, որտեղ չեք ուզում այդակ ժամանակը վատնես, հետո տեսես որ չես կարող տուն առնես։ Նայենք տոկոսները նոր են, լավ է, քանի շաբաթա, որ սենցի մնացել է, մեջ ինչին 1/8 շաբաթվա մեջ բարձրանում իջնում է, բայց ընդհանրապես դեր լավ է, mən նայենք խնդրում եմ տոկոսները, կրճատեր եմ, շատ էր, անիմաստ է բոլորը ցույց տալ, մեկ քանիսն եմ միան ուզում ցույց տալ, մնացածը հեռացանել կարող եմ ձեզի ավելի ձեր համար ճիշտ ասեմ ինչ է տոկոսը, mən նայենք տոկոսները։ Այստեղ refinance-ի համար ուրեմն եթե վարկը տա 300,000-ից մինչև $800,000, single family residence տուն ունես, հողով տուն է, 781 credit score տա եւ անձնական տուն տա մեջ ապրում ես վարձու չես տվել, կարող ես ստանաս այսօր 6.375 1 point-ով։ Եթե տոկոսները գոնե 7/4 է, պետք է refinance անեք։ Cash-ը դեսում եք գումար քաշեք մինչև $800,000, նորեն credit score եթե նույն պայմաններով եք առաջ ասամ 6.375 1 point-ով։ Նույն պայմաններով 20%, նույն պայմաններով high balance 806,000-ից 1,200,000,
եթե մենք cash out անենք 6.5% 1 point-ով։ P&L program-ն այսինքն առանց tax return-ի միայն ձեր profit and loss-ն եք տալի եւ էսի 6.75 1 point-ով եւ միայն interest only է, so no tax return, interest only 6.75։ Եթե ուզում եք գումար քաշեք տան վրա cash out անեք եւ credit-ը վատա 620-ը փոխային 781, մենք կարող ենք այս ծրագիրով 6%-ով ձեր համար cash out անենք։ Հիմա first time home buyer-ների, այսի բանի համար է 2-1 buy-ը։ Ուրեմն եթե 1 միլիոնի տուն եք առնում, 20% կանխավճար եք դնում, եթե չեք ուզում 6.5%, որ այսօրվա տոկոսն է, մենք կարող ենք ձեզի 4.5 տանք առաջի տարին, 5.5 երկրորդ տարին եւ նոր 6.5 տարին։ Այս ընթացքին եթե տոկոսները իջնի, կարող ենք լավ կանենք 6.5-ի ջահացնես եւ էսի ծախս ունի մոտ 16-17 $, 1 միլիոնի պարագայում եւ այդ ծախսը վճարում է կամ վաճառողը կամ ձեր real estate agent-ը կամ երկուսը միասին դուք չեք վճարում ծախսը first time home buyer-ի համար 3% կանխավճարով այս Fannie Mae ծրագիրն է առաջին մինչև $800,000 նույն պայմաններով 6.375 1 point-ով եթե մենք ձեզ ներկայացնում ենք այս 6.375-ը 1 point-ը կլինի 0 point 20% կանխավճարի պարագայում նույն պայմաններով նույն տոկոսը 20 տարվա ֆիքսը 5.99 եւ 15 տարվա ֆիքսը 5.375 high balance-ները 806,000-ից 1.200,000 ներողություն 5 կամ 10% կանխավճարով 6.5% 1 point-ով 20% կանխավճարով 6.625 1 point-ով 20 տարվա ֆիքսը նույն ձևի էսի 806,000-ից 1.200,000 FHA-ները որպես 3.5% կանխավճար, եթե եկամուտի կամ կրեդիտի մեկ ինչ դժվարություն ունեք, FHA-ն ամենահարմարներից մեկն է 5.75 1.30 տարվա ֆիքս FHA-ները եթե ունես high balance 806,000-ից 1.200,000 նույն պայմաններով հիմա եթե FHA loan ունես ներկայիս եւ տոկոսը 6.5-ից բարձր է մեզ հեռացանեք մենք առանցի որևէ թուղթի եւ առանցի որևէ ծախսի ձեր FHA loan-ը կարող ենք իջացնենք 6.5-ի Ջամբոները մինչև $3 միլիոն, մինչև 5 միլիոն եւ 8 միլիոն էլ ունենք, միայն ցույց եմ տալի մինչև $3 միլիոն full tax return-ով 6.375 Սա profit and loss, no tax return, interest only եւ 6.75 Սա bank statement program-ով է, self-employed դուք ձեր անձնական գործ ունեք, բայց PNL-ը չէ, bank statement-ներն ենք ներկայացնում, դա deposit-ներն ենք հաշվում, դա վրա եկամուտն են կարողանում հաշվել 6.375 point-ով։ Bank statement loan-ը կա interest only-ով 6.5% եւ անշուշտ մեր line of credit-ները։ Այո, so տոկոսները լավ են, ընդհանրապես խնդիր չենք տեսնում։ Ուզում եմ որ listing-ները նայենք, մեկ այլ listing-ներ կան, շատ չէ, բայց արժեքները եւ ձեզի միշտ բացատրել եմ։ Արժեքը չի, արժեքը լիստայել է $600,000 կամ $1 million կամ $10 million, that's not the point։ Նայում ենք այդ թաղաշրջանում price per square feet-ը ինչ է։ That's what's important։ Այսօր այն real estate investor-ները, որ մեծահարուստները, որ միլիոներ Crusoe-ի նման անձնավորությունները, որ Ամերիկանայի տերը կամ Grove-ի տերը, իրանց համար price per square feet-ն է կարևոր կամ վարձու կամ ծախելու, ոչ թե արժեքը 100 միլիոն կարժի, դե 5 միլիոն կարժի, it's irrelevant։ Անշուշտ կարևոր է եկամուտ payment-ի կողմից, բայց արժեքավորության կողմից, որ արժեքավոր է ինչ կարժի է տունը, լավ կարժեք է, դե վատ արժեք է, that's why անշուշտ price per square feet-ը դուք չեք որոշում, ասի դուք եք որոշում, բայց ուսումնասիրությունը փորձում եք մեր նման, մենք ասում ենք, այս տունը, այս թաղամասում, որտեղ կարող է մա թաղամաս կա օրինակ, լաքաները օրինակ, square feet-ը $1,000 է, կլորակացնում եմ հիմա թիվերը։ Բայց այդ տունը լաքաներում freeway-ի տակնա բակ չունի եւ այլ արդեն $1,000 չէ, դա արդեն 750-անոց է։ Օրինակ եմ ասում։ Այդտեղ մենք ձեզի կարող ենք այդ ուղղությունը տանք։ Սո մա այդ խնդրում եմ նայենք
Լիստինգները մի հատ արագ նայենք, մի քանի հատ տեսեմ ժամանակ ունենք, մի քանի հատ արագ լիստինգներն են այսօր խնդրում։ Ստամ միջև ուրբաթ օր անշուշտ։ Sherman Oaks-ը կոնդոմինիումներն են 2 bedroom 2 bath 1323 square feet ունի մեծությունն է, $591 Homeowners Association-ն է, asking price $639,000, շատ լավ վիճակի մեջ այսպես տեսնում եք, բայց price per square feet-ը նայեք $483 է եւ շատ լավ աշխատանք են տարել եւ Sherman Oaks-ը 639-ը չի ինձ կարեւոր, բակը 483-ն է ինձ կարեւոր, որ it's not bad. Chatsworth 3 ննջասենյակ 3 լվացարան 1488 square feet ինքը իր jog entry-ն ունի ինչպես տեսնում եք $495 Homeowners Association-ն է $674,000 asking price ինչպես տեսնում եք ես էլ $454 per square feet list արել որ այսօրվա շուկայում is not bad 400-ների մեջ եւ private garage ունի so your patio ունի so it's a nice starting home որ առաջի անգամ ասելով մեզ առնես Hollywood 2 ննջասենյակ 2 լվացարան 960 square feet ունի մեծությունն է $650 Homeowners Association-ն է Hollywood-ին մի քիչ թանկ է որտեղ ավելի պայմանները հնարավորություններ ունի $699,000 asking price որ $728 per square feet Hollywood-ի այս թաղամասի համար is not a bad price washer dryer-ն ունի մի քիչ թանկ է but it's worth it Chatsworth 5 ննջասենյակ 5 լվացարան 2008 square feet ունի մեծությունն է եւ $702 Homeowners Association-ն է asking price $725,000 $361 per square feet Ինչու այսքան արժան դրել I don't know այդ եմ ասում այս տունը 2000 square feet-ը կարծեմ ամենից քիչը գոնե 30,000 at least I don't know $100,000 ավել 825 էլ կեթար մանավանդ բակել ունի սենցի բակասելով փալյունը Burbank 2 ննջասենյակ 3 լվացարան 1387 square feet տունի մեծությունն է $600 Homeowners Association-ն է աշխատանք ունի փակոր սիլինգը հանեն բայց դեռ orange peel-ը գույներն է եւ $749,000 per asking price որելում է $540 per square feet որ Burbank-ի այս թաղամասի համար I would say մեկ քիչ բարձր բայց հնարավորություններ ունի մանավանդ այդ մեծ patio-ն ինչպես տեսար նստելու տեղը Simi Valley 4 ննջասենյակ 3 լվացարան 1746 square feet ունի մեծությունն է 600 square feet Homeowners Association-ն է բավականին մեծ patio ունի մեծ նստա չես զգում որպես կոնդոմինիում ես $794,000 asking price որ հիմա $455 per square feet Simi Valley համար այս վիճակով տուն $455 is not a bad price եւ դե ինչքան մեծ ճիշտ բակ է այսինքն դու չես զգում townhouse-ը զգում ես որ ճիշտ կարես բակի նման ես նստել Burbank-ում 3 ննջասենյակ 3 լվացարան 1342 square feet տունի մեծությունն է $350 Homeowners Association-ն է asking price $800,000 որ հիմա $596 per square feet Burbank-ում այս թաղամասում այս վիճակով տուն 596-ը մեկ քիչ overpriced է but not much կարող եմ ասեմ երևի $30-40 կամ $50 overpriced է so շատ սիրով կուզեի տեսնես 525 բայց rooftop նստելու տեղ ունի ինչպես տեսակ մանգալն դե շարած էր Pasadena 3 ննջասենյակ 2 լվացարան 1860 square feet ունի մեծությունն է $258 Homeowners Association-ն է asking price $998,000 որ հիմա $537 price per square feet Pasadena այս թաղամասի համար այս տեսակ տուն it's not a bad price at all $998,000 բայց $537-ը շատ ավելի ընդունվելի է այդ թաղամասի համար այս տեսակ տունի համար
Այս սանամանիքայինը, այո, 2 ննջասենյակ 2 լվացարան 1356 square feet տունի մեծությունն է, 500 square feet homeowners association-ն է, եւ asking price-ը $921 per square feet եւ 1,248,000 asking price, 1,248,000. Malibu-ինը կարծեմ նկարները չի բացում ինչու Malibu-ինը. That's fine. Եթե տուները նայենք, տուները single family house տուները Montebello-ով սկսենք 2 ննջասենյակ 1 լվացարան 1388 square feet, չմոռանանք Montebello-ն մեր original հայերը, որ եկել են Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի մասը, շատերը Montebello են գնացել ժամանակի ընթացքին, նամանավանդ original ռուսահայեր են ելել, որ Montebello են գնացել, եւ դեռ ունենք Montebello եկեղեցի ունենք, դպրոց ունենք, ակին բաներ կա Montebello-ում, որ հայությունը պահպանում է։ $690,000 հողով տուն, պատրաստ վիճակի մեջ ինչպես տեսակ $497 per square feet եւ detached garage-ներ ունի, բայց եթե տուն եք ուզում որ դպրոց, եկեղեցի, հայկական թաղամասերի համար պատրաստ է։ Van Nuys 3 ննջասենյակ 2 լվացարան 1825 square feet, կարծեմ նկարներ չունենք Van Nuys-ին, հա։ Okay, Reseda 4 ննջասենյակ 3 լվացարան 1535 square feet տունի մեծությունն է, 6200 square feet հողամասը, մաքուր remodel-ած fully ready to go, $586 per square feet, բայց նայեք պատրաստ է, moving condition, ծախս չունեք, $899,000 asking price, եւ nice job, bravo իրանց, լավ գործ են արել։ Reseda-ի համար 586-ը մեկ ինչ բարձ է, բայց այս տեսակ, այս վիճակի տուն, եթե պարզ տունը վերցնենք ուզենաք հասցնեք այս վիճակի, պետք է ամենից քիչը $100-200 ծախսեք per square feet, որ հասնի այս վիճակի։ So imagine այս տունը առնեք $450 per square feet, բայց այս վիճակի չելները շատ ավելի պետք է ծախսեք մինչև հասնել այստեղ։ Chatsworth 4 ննջասենյակ 3 լվացարան 2363 square feet տունի մեծությունն է, 5172 square feet հողամասի մեծությունն է, asking price $1 million, վերում է $423 price per square feet, նորեն այս վիճակը չեմ ասում ընդ նման brand new է, բայց լավ վիճակի մեջ է, կարող ես as-is ապրես, ռուսես լայթերը կան, carpet-ը մի մասը պետք է փոխվի, բայց it's in good condition, եւ size ունես 2363-ը 4 bedroom, ասեմ ընտանիքներ կան, մեծ ընտանիքներ են, որ երեխաներ ունեն, 3-4 հատ եւ պետք ունեն շատ ավելի շատ ննջասենյակի եւ size-ի, որ կարողանան մի քիչ իրարից հանգիստ ապրեն, շատ փոքրը խճճված այնում։ Valencia 5 ննջասենյակ 4 լվացարան, ուրեմն այստեղ տուն են, բայց homeowners association ունեն, միայն $59 տարեկանը, ամսականը, $5200 հողամասի մեծությունն է, 2400 տունի մեծությունը։ Նորեն ընտանիքներ, որ չեն կարող շատ թանկանոց տուն առնեն, բայց ունեն 3-4-5 երեխաներ, այս 5 bedroom $432 price per square feet, $1,050,000 եւ Valencia-ի եւ բավականի ննջասենյակ ու տեղ ունես, որ կարողանաս մեծ ընտանիք պահես։ Կամ նույնիսկ կան որ չէ, ընտանիքը մեծ չի, բայց ուզում է մեծ տուն ունենա։ So here it is. North Hills 3 ննջասենյակ 2 լվացարան 1806 square feet տունի մեծությունն է, 7922 square feet հողամասի մեծությունն է, asking price $1,075,000, որը $595 price per square feet, not bad price per square feet, մեկ ինչ բարձր North Hills-ի համար, բայց տունը ինչպես տեսակ ավելի ի վիճակի է։ Granada Hills 3 ննջասենյակ 2 լվացարան 2254 square feet տունի մեծությունն է, 12000 square feet հողամասի մեծությունը, նորեն էսի fully remodel, ready to go, pull-off տունը, ինչպես տեսնում եք նկարի մեջ, Granada Hills-ում $643 per square feet բարձր է,
բայց այս թաղամասում տուն եւ այս տեսակ տուն եւ այս տեսակ հող եւ այս վիճակով երևի ասեմ $100 over asking price-ը, $100 2200 square feet-ի ժամ վրա, այսինքն $200,000 over asking-ը, բայց եթե դու այս տունը առնես եւ ուզենաս հասցնես այս վիճակի $200 ավել ծախսելու ես վրան, այսինքն դու առնես $540-ով, պետք է վերջանա համար $740 ավել լավ ուրիշը գործարերը համար դու պատրաստ առնես, so makes a big difference, հետո պետք է 6 ամիս, 8 ամիս ժամանակ տևելու միջով սարքես, տոկոս պետք է վճարես, վնասները շատ են։ Burbank 3 Ninja սենյակ 3 լվացարան 1630 square feet տունի մեծությունն է, 6790 square feet հողամասի մեծություն, ինչպես տեսնում եք, մաքուր ռիմադելած է, original 1926-ի է, բայց ամենը փոխվել է։ $889 per square feet Burbank-ի համար այս վիճակի տուն ես պատրաստ, 889 is not a bad price այս վիճակի տուն, այս թաղամասում, ինչպես տեսակ։ Simi Valley 5 Ninja սենյակ 4 լվացարան 3400 square feet տունի մեծությունն է, 19000 square feet հողամասի մեծությունն է, $500 Homeowners Association-ն է, նույնիսկ տունը հողով տունը վստահում Homeowners Association կա, price per square feet $440, որ Simi Valley համար is not bad, եւ $1,500,000 asking price Simi Valley-ում, 5 bedroom 4 bath, so size-ի խնդիր չկա եւ արժեքն էլ համեմատաբար ինչ է տալի չափսը լավ արժեքների մեջ է $440 եւ Simi Valley շատ հեռու չի, բայց ինչպես ասեմ ամեն մարդ ես էլ կուզեմ շատ տեղեր ապրեմ, բայց չեմ կարող։ Եվ ինչ լավ մեծ հողել ուներ։ Northridge 4 Ninja սենյակ 3 լվացարան 3195 square feet տունի մեծությունն է, 16000 square feet հողամասի մեծությունն է, ունենք հայրենակություն, իրենց համար շատ կարևոր է մեծ հող ունենալը, well here it is, նախկինն էլ որ ճիշտ տվանք էտել, այսօր էլ էսել ունի $469 price per square feet, $1,500,000 asking price, պետք է փորձեմ մի քիչ արագացնեմ, չեմ անում, եթե ժամանակ ունեմ դե ոչ, բայց պետք է մի քիչ արագացնեմ ստանք։ Լավ, դեսկսի բակի մասն է։ Glendale 4 Ninja սենյակ 4 լվացարան 2779 square feet տունի մեծությունն է, 9825 square feet հողամասի մեծությունն է։ Շատ սիրուն ճաշակով ստեյջելած է, մաքուր պահպանվել է, բավականին նորոգություններ ելել է, $788 price per square feet, $2,190,000, which is a great buy, I think, այս վիճակով տուն, այդ location-ով պատրաստ վիճակը, size-ը ունես, տեղը կա, մեկ քիչ 2200 բարձր է, բայց կարող ենք interest only-ով, բայդաններով, տարբեր ծրագիրներով ծրամար վերցնենք, բայց ինչևից է առավելությունները ունի, տունը կա, պատրաստ է, ասել unfinished washer dryer-ի տեղն է, ասել բակն է։ Վերջինն է ցույց տանք, այդ չենք հասնի Burbank 3 Ninja սենյակ 4 լվացարան 1630 square feet, 6790 square feet հողամասի մեծությունն է, $889 price per square feet, որելում է $3 million asking price, սխալ է, այդ արժեքը շատ կներեք, so yeah, something wrong. Anyway, ժամանակը չի ներում, որ շարունակենք, շատ շնորհակալ եմ նայում եք եւ հետեւում եք մեր ծրագրին, հեռացանեք ամեն անձնավորության кейսը տարբեր է, ձեր համար կոնկրետ ձեզ կասենք ինչա ձեր պայմանները, ձեր հնարավորությունները, ինչ պետք է անեք, սպասեք, չսպասեք, մարդիկ ասում են սպասի, մարդիկ ասում են սպասի։ Կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ, տեսություն ձեզ։